Համոզված եղեք, մեր պահանջները արդարացի են, մեր պահանջները հիմնված են իրավունքի վրա, այն ինչ մեծ պետք է մեր միասնականությունն է։ Հայաստանի գործող իշխանությունն Արցախից հրաժարվել է։ Հերթը հիմա արցախցիներից ազատվելն է, կարծում են արցախցիները։ Նպատակին հասնելու հեշտ ու առաջնային ձևերից մեկը կարող է լինել օրինակ 40+10 սոցիալական ծրագրի շահառուներին նախնական փուլում կրճատելը, ամիսներ անց ամբողջությամբ փակելը։ Դուք ընդհանրապես մտածում եք մեր 55 եւ բարձր տարիքի ծնողների մասին, ովքեր աշխատաշուկայում մրցունակ չեն։ Ինչ պետք է անեն այս մարդիկ։ Կա արդյոք այս հարցերի պատասխանը։ Երբ որ ազգային ժողովի ամբիոնից հայտարարում եք, որ կրճատում եք, որ գնան եւ աշխատեն, արդյոք կարծում եք, որ հնարավոր է ընդամենը 50,000 ստանալով վճարել եւ բնակված եւ ապահովել ընտանիքի նորմալ կենսապայմանները։ Դեռ ամիսներ առաջ մեծ զրույցում արցախցի կանայք իրենց դժգոհությունն էին հայտնում, խոսում բնակարանային ապահովման ծրագրի տապալման մասին։ Շատ ցաներ վիճակում, եթե մինչև այդ ժամանակ աշխատանք չգտնեք, արդեն չեք էլ իմանում ինչ կարող է լինել, չգիտեմ։ Արցախից բռնի տեղահանվածներից մեծ մասին անգիր հիշում են հանրապետության վարձույթով տուն բնակարան գտնող գործակալությունները, իսկ Facebook-յան արքու վաճառքի վարձույթով բնակարանների մասին պատմող խմբերը մեկ տարվա ընթացքում ավելի քան 120,000 մասնակիցով ավելացել են։